Խնդրեմ, հայերը հիմնականում պատկանում են հայ առաքելական եկեղեցուն, հայ եկեղեցի, որը ուղղափառ չէ, բայց նաև կաթոլիկ կամ բողոքական չէ։ Այն պատկանում է արևելյան ապոստոլական եկեղեցիների ընտանիքին, Oriental Orthodox Churches։ Սա տարբեր է արևելյան ուղղափառ եկեղեցիներից, ինչպիսիք են ռուս ուղղափառ, հունական ուղղափառ և այլն։ Ինչով է տարբերությունը։ Հայ առաքելական եկեղեցին չի ընդունել Խալկեդոնի տիեզերական ժողովի որոշումները 451 թվական։ Ուղղափառ եկեղեցիները, ինչպես հունական, ռուսական և այլք, ընդունել են այդ ժողովի որոշումները։ Այս պատճառով հայ եկեղեցին չի համարվում ուղղափառ դե յուրե իրավաբանորեն, բայց որոշ առումներով մոտ է թե ուղղափառ, թե կաթոլիկ ավանդույթներին, հատկապես ծիսակարգով ու հավատալիքներով։ Ամփոփ ասած, ոչ, հայերը ուղղափառ չեն, ըստ ճշգրիտ քրիստոնեական դասակարգման, այլ առանձին հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, որը արևելյան ապոստոլական է։ Ասում է, որ ուղղափառ չեն, բայց գիտեմ ախպերներ, զգում է յարա։ Բայց գիտեմ, բայց էդ է ասում, որ հայ առաքելական եկեղեցի, որը առանձին է թե կաթողիկությունից, թե ուղղափառությունից, թե բողոքականներից, թե լյութերականներից, չգիտեմ, առանձին ճյուղ է քրիստոնեության մեջ, հասկանում եք, որը ես ուղղակի անվանում եմ, ասենք, ուղղափառը անվանում ենք ուղղափառություն, կաթողիկը անվանում ենք կաթողիկություն, ասենք, բողոքականը անվանում ենք բողոքականություն, հայ առաքելական եկեղեցու ճյուղն էլ ես անվանում եմ առաքելականություն, նորմալ անվանումը